Պարտադիր է փախլավա ունենալը, աշխատակազմի ղեկավար։ Չեմ մտաբերում որևէ երգես պահի։ Տիկին Ղազարյան 2025 թվականից ինչ վառ դրվագներ կտանեք ձեզ հետ 2026 թվական։ Ընդհանուր առմամբ 2025 թվականը շատ բարեհաջող տարի եմ համարում, որովհետև ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագիրը կնքվեց եւ ընդհանուր առմամբ երկիրը շատ խաղաղ էր, տնտեսական աճ ենք ունեցել, ճանապարհների ապաշրջակապման այսպես լույսն է երևում եւ այլն։ Ընդհանուր առմամբ հիմնականում իմ տրամադրվածությունը երկրին բարեկեցություն ապահովելն էր եւ մենք կարծես հասանք այդ հանգրվանի եւ դա մեծ ձեռքբերում էր եւ դրա շարունակությունն եմ տանում 2026 թվականը։ Եթե հնարավորություն ունենայիք հանդիպել ձմեռ պապիկին, ինչ կհարցնեիք։ Կհարցնելը այլ բան է, ուզելը այլ բան է։ Ես կուզենայի, որ 2026 թվականին մեր հասարակության մեջ այդ բարձր գիտակցությունը եւ ցկտումը դեպի կրթություն մեծանար, որովհետեւ երբ նայում ենք հետ եւ տեսնում ենք, որ իրապես մեր ամբողջ անհաջողությունների ոչ ճիշտ քայլերի եւ այլնի հիմքը կրթությունն է եղել եւ ես կուզենամ, որ ցանկացածը կրթությունը համարի իր կյանքի ամենաանբաժանելի մասը եւ յուրաքանչյուրը ձգտի կրթություն ստանալ, հատկապես այն պայմաններում, երբ որ կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի մարդիկ կրթվելու ճանապարհով գտնեն իրենց աշխատանքը եւ ապրեն էլ ավելի բարեկեցիկ եւ խաղաղ Հայաստանի Հանրապետությունում։ Դուք ինչ շտապեցնում եք, ես սկսում եմ արագ խոսել։ Տիկին Ղազարյան, եթե նոր տարվա սեղանին անհրաժեշտ լիներ թողնել միայն մեկ ուտեստ, որը կլիներ դա։ Գիտեք, ավանդույթներ կան, որ ընտանիքներով փոխանցում են, ես էլի ձեր կարծեմ հենց ձեր լրատվականի հետ զրուցելու ընթացքում եմ ասել, մենք մեր ընտանիքում պարտադիր է փախլավա ունենալը, չնայած եւ գավառի բնակիչները կասեն, որ փախլավան գավառական գավառին բնորոշ ուտեստ է, բան թխվածք է, բայց մեր ընտանիքում դա շատ ընդունված է, մենք պարտադիր ունենում ենք փախլավան եւ հենց փախլավան էլ կթողնեի։ Եթե ձմեռ պապիկին աշխատանքի ընդունեիք խորհրդարանում կամ կառավարությունում, ինչ պաշտոն կտայիք։ Շատ հետաքրքիր աշխատակազմի ղեկավար։ Երևի թե ամենահարմարը դա կլիներ։ Եթե ձմեռ պապիկը կարողանար իրականացնել ձեր հեղինակած օրենքի նախագծերից մեկը, որը դա կլիներ։ Ես հիմնականում տեսեք հետաքրքիր է այն է, որ իմ բավականին շատ ունեմ հեղինակած, համահեղինակած օրենքի նախագծեր, բայց ամենացությունը, որ հասարակության մոտ հայտնի է դարձել, դա էներգետիկ ըմպելիքներին էր վերաբերում, որոնք որ սահմանափակվում էին մինչև 18 տարեկան, այսպես ասած, երեխաների մոտ, հենց կարծես ձմեռ պապիկին բնորոշ, որը որ երեխաներին է, չէ, ավելի շատ ձմեռ պապիկը այսպես հարազատ, հենց այդ նախագծի։ Եթե ձմեռ պապիկը ձեզ հրավիրեր իր խորհրդարան եւ հնարավորություն տար 3 րոպեի ելույթ ունենալ, ինչի մասին կլիներ այդ ելույթը։ Ելույթը կլիներ երևի թե հենց խաղաղության, երջանկության եւ բարեկեցության մասին։ Ձեր ընդդիմախոսներին ինչ կնվիրեիք։ Խելք, իմաստություն, ի վերջո արժանապատվություն, որովհետև երբեմն տեսնում ենք, որ բավականին արդեն փորձառու ընդդիմադիր գործիչները պահում են իրենց շատ, այսպես իրենց խոսքի մեջ շատ դրվագներ կամ խոսույթ են օգտագործում, որը հեչ, այսպես ասած, բնավ բան չի, էլի արժանապատիվ չի։ Եթե ձմեռ պապիկը խորհրդակցության գար ձեզ հետ, ինչ խորհուրդ կտայիք նրան։ Խորհուրդ կտայի, որ հնարավորինս աներ ամեն ինչ, որ մարդիկ միշտ չդադարեին երազելուց եւ անպայման երազեին ու հավատային ձմեռ պապիկին։ Դուք հավատում եք ձմեռ պապիկին։ Այո։ Այո, հավատում եմ, ես կարծում եմ միտքը շատ նյութական է եւ երբ ճիշտ ձևակերպում ես քո երազանքները, մտքերը, այդպես էլ իրականանում է։ Եթե ձմեռ պապիկը պայման դներ, երգելու դեպքում միայն նվեր ստանալ, ինչ երգ կերգեիք նրա համար։ Հետաքրքիր է երկելու հետ երկել առհասարակ չեմ փորձել երբևէ, դրա համար դժվար է, բայց շատ եմ երաժշտություն լսում։ Երևի ամենաբնորոշը նոր տարում, երևի, չգիտեմ, չեմ մտաբերում որևէ երգես պահին, չեմ մտաբերում, բայց կարծես այս դեկտեմբերի 1-ից մտնում ենք այդ նոր տարվա տրամադրության մեջ, բավականին շատ երգեր կան։ Jingle Bells, երևի։ Իսկ որտեղ եք նշելու ամանորը։ Տանը։
Միշտ տանն եմ նշել, որովհետև ընտանեկան տոն եմ համարում ու սիրում եմ ընտանիքով նշել։ Մեծ ընտանիք ունենք, մեծ ազգ ենք ունեցել, երբ որ Մարտունիում էինք ապրում, հիմնականում Մարտունիում էինք ապրում, այնտեղ միշտ մեր տանն ենք հավաքվել ու այդ ավանդույթը շարունակվում է։